Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Առաքելյան։ Պարոն Առաքելյան, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր հայտարարեց, որ 2026 թվականի հունիսի ընտրություններին քաղաքացին պիտի ընտրի կամ պատերազմի կամ խաղաղության միջև։ Վարչապետն էլ ավելի վաղ հայտարարել է, որ որոշ ուժեր պլանավորում են կամ նախապատրաստում են սեպտեմբերյան պատերազմ։ Նախ հասկանանք ինչի մասին է խոսքը, պարոն Առաքելյան, սրանք պարզապես նախընտրական շանտաժ են, այսպես ասած, վախեցնելու միջոց հանրությանը, ինչպես ընդդիմությունն է պնդում, թե իսկապես այդ ռիսկը մեծ է, եթե այդ ուժերը վերընտրվեն կամ վերարտադրվեն ինչ որ եղանակով։ Իհարկե սա շանտաժ չէ, սա իրականությունն է եւ այդ իրականությունը բխում է այդ մարդկանց, այդ շրջանակների ուրեմն վարքագծից եւ քաղաքական այսպես հայտարարություններից եւ ցանկություններից, իսկ ինչ են իրենք հայտարարում, իրենք ըստ էության իրենց նախընտրական նաեւ հայտարարություններով, նաեւ սիմվոլիկայով իրենց նախընտրական տարածքային պահանջները ներկայացնում հարևան երկրներին, տվյալ դեպքում Թուրքիային եւ Ադրբեջանին։ Օրինակներով խոսենք, որ պատկերավոր օրինակ մենք տեսնում ենք նույն Քոչարյանի այդ նախընտրական կամ բաները, պաստառները Արարատի պատկերով նույն Սամվել Կարապետյանի եւ նրանց թիմին պաստառները Արարատի պատկերով են, այսինքն սրանք ակնհայտ ուրեմն սիմվոլներ են, որոնք ասում են, որ այս մարդիկ համարում են, որ դա Հայաստանինն է կամ այս մարդկանց հայացքները քաղաքական ուղղված են դեպի այդ կողմ եւ սա նշանակում է, որ թուրքական եւ ադրբեջանական կողմերը սա կարող են գնահատել որպես իրենց տարածքային ամբողջականության նկատմամբ ակնհայտ ոտնձգություններ, այլ չհաշված այն արտահայտությունները, խոսքերը, խոսույթները կապված Արցախի հետ, որ չգիտեմ, պետքա վերադարձնել, որ չպետքա, չգիտեմ, էջը փակել Արցախյան շարժման եւ այլն եւ այլն։ Այսինքն այս մարդիկ իրենց քաղաքական նպատակն են դրել, որպեսզի Հայաստանը ներքաշեն էլի կոնֆլիկտի մեջ, էլի պատերազմի մեջ, եւ սա նոր բան չէ մեծ առումով։ Մենք գիտենք, որ սկսած դեռևս արդեն 20-21 թվականից, 44 օրից հետո իրենք ամեն կերպ փորձել են Հայաստանը ներքաշել Ադրբեջանի հետ կոնֆլիկտի պատերազմի մեջ։ Մենք հիշում ենք, երբ Արցախի շրջափակման այդ օրերին, երբ որ ինչպիսի խոսույթ էր, որ Հայաստանը մենակ է թողել Արցախին, Հայաստանը մենակ է թողել Արցախահայությանը, Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն էր եւ մենակ է թողել, մինչդեռ Հայաստանը 20 թվականին այսպես հռչակված որպես անվտանգության երաշխավոր ամեն հնարավորը արել է, որպեսզի կարողանա պաշտպանել Արցախը եւ Արցախահայությանը, բայց մենք տեսել ենք տեղի ունեցել այն, ինչ որ տեղի է ունեցել, եւ այն պահից, երբ որ 20 թվականից, երբ որ ուրեմն Ռուսաստանը իդեմս իր խաղապահ զորքերի ուժերի ստանձնեց խաղապահական առաքելությունը Ղարաբաղում, այդ պահից Հայաստանը դադարեց լինել ուրեմն Արցախի անվտանգության երաշխավորը եւ այնտեղ անվտանգության երաշխավորը բացառապես Ռուսաստանը եւ ռուսական զորքերը, իսկ ռուսական զորքերի ներկայությամբ մենք տեսանք, թե Արցախում ինչ տեղի ունեցավ։ Եվ դրանից հետո արդեն չնայած դրան, որ այնտեղ ռուսական զորքերն էին, կար ստորագրված նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, նոյեմբերի 9-ի փաստաթղթով կար հստակ սահմանված, թե ինչ պետքա տեղի ունենա, ի հեճուկս դրան ռուսների աչքի առաջ ռուսական խաղապահների ուրեմն ներկայությամբ Արցախը ենթարկվեց բլոկադայի, փակվեց ուրեմն Լաչինի միջանցքը եւ դրա փոխարեն ըստ էության նաեւ ռուս-ադրբեջանական տանդեմը փորձում էր Հայաստանից ստանալ ըստ էության արտատարածքային միջանցքի դեմս ուրեմն Մեղրիի այդ ճանապարհի եւ արդյունքը մենք տեսանք ավելին այդ ամբողջ ընթացքում, երբ որ Արցախը շրջափակված էր, մենք տեսնում ենք, որ այս շրջանակները եւ այս շրջանակների ուրեմն սպասարկուները Արցախում, ովքեր այնտեղ հեղաշրջում իրականացրեցին մեծ առումով, ամեն կերպ փորձում էին Հայաստանը ներքաշել ուրեմն Արցախի Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մեջ, ամեն կերպ ցույց էին տալիս, որ իբր Հայաստանը հրաժարվել է Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց եւ պնդում էին, որ որպես անվտանգության երաշխավոր պետք է Հայաստանը զենքով բացի այդ հակարի կամուրջը, որը բոլորս հասկանում ենք, թե ինչ նպատակ ուներ, նպատակը հետեւյալն էր, որ Հայաստանը քաշեն Ադրբեջանի հետ հերթական պատերազմի մեջ եւ
Ադրբեջանի միջոցով կտրեն այդ միջանցքը եւ Հայաստանի ղեկավարությունը սառը դատելով իրավիճակ արեց այն ինչ որ պարտավոր էր անել ելնելով Հայաստանի Հանրապետության ազգային եւ պետական շահերից։ Պարոն Արաքելյան, բայց հասկանանք թե ինչքանով է տեղին կամ նորմալ այդ ձեր նկարագրած այդ ամբողջ իրավիճակից հետո կրկին հույսը կապել կամ անսալ, որ այդ նույն երաշխավորը պիտի հիմա էլ երաշխավորի խաղաղությունը, որովհետեւ նույն ուժերը հիմա ասում են խաղաղությունը պետք է ունենա հավելյալ երաշխավոր, ուժեղ երաշխավոր եւ այդ ուժեղ հավելյալ երաշխավորը կրկին Ռուսաստանի Դաշնությունն է։ Հիմա ինչպես պիտի տրամաբանել, որ նորից այդ ուժին, այսպես ասեմ, վստահել եւ կամ խաղաղությունը վստահել։ Ուրեմն խաղաղությունը մեր տարածաշրջանում պետք է ունենա 2 կամ 3 երաշխավոր, մեր տարածաշրջանը Հարավային Կովկասը 3 երկրներ են՝ Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան, եւ այդ 3 երկրները պետք է լինեն այս տարածաշրջանում խաղաղության երաշխավորները, քանի որ այդ 3 երկրներին է վերաբերում այդ խաղաղությունը կամ ոչ խաղաղությունը եւ հետեւաբար ամենաշահագրգռված կողմը այս տարածաշրջանում խաղաղության համար դա Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանն են եւ լրացուցիչ երաշխավորը այս տարածաշրջանում նշանակում է լրացուցիչ շահեր եւ այդ խաղաղությունը կառուցվելու է այդ իմպերիայի լրացուցիչ շահերի հենքի վրա, ոչ թե Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի, ոչ թե 3 փոքր երկրների շահերի հիման վրա, որոնք այդ առումով կարող են դժվարանալ իրենց շահերը սպասարկել, եթե մենք ներգրավում ենք այսպես տարածաշրջանային գերտերություններին կամ այլ գերտերությունների։ Իսկ իրենց նպատակը մեծ առումով ոչ թե այդ շրջանակների հիմնական նպատակը ոչ թե երաշխավորների միջոցով խաղաղություն հաստատելն է, այլ երբ իրենք ասում են երաշխավորներ, իրենք նկատի ունեն ոչ թե Հայաստանի անկախության, ինքնիշխանության ու ժողովրդավարության երաշխավոր, իրենք կամ խաղաղության երաշխավոր, իրենք նկատի ունեն իրենց իշխանության երաշխավոր, քանի որ 20-30 տարիների ընթացքում իրենց իշխանությունը այստեղ երաշխավորվել է ոչ թե ժողովրդի պարզ քվեարկության կամ ձայների արդյունքում, այլ երաշխավորել է դրսի երրորդ երկրի օգնության միջոցով եւ այդ երրորդ երկիրը եղել է իրանց իշխանության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունում, ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի։ Հիմա երբ որ իրանք ասում են երաշխավոր, դա նկատի ունեն իրենք ուզում են իրենց իշխանության երաշխավոր Հայաստանի Հանրապետությունում, ոչ թե Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության երաշխավոր, քանի որ նրանք արդեն հայտարարել են, որ ըստ էության դրա դիմաց իրենք նվիրելու են այդ երրորդ պետությանը Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը Հայաստանը դարձնելով, ինչպես իրենք են ասում, միութենական այդ պետության անդամ կամ դարձնելով գուբերնիա։ Ինչ քայլերի է պատրաստ պարոն Արաքելյան այդ երրորդ երկիրը, երրորդ ուժը, որպեսզի Հայաստանում ունենա իրեն, այսպես ասեմ, հաճո իշխանություն եւ որպեսզի այս մարդիկ էլ, այսպես ասած, իրենց իշխանության երաշխավորին կարողանան բերել այստեղ։ Այդ երրորդ երկիրը բարեբախտաբար ի տարբերություն նախորդ տարիների ունի այսօր բավականին սահմանափակ հնարավորություններ եւ քաղաքական առումով իր հնարավորությունները այս գործիքներն են քաղաքական, որոնց այնտեղից այսպես կառավարում են եւ հրահանգներ են տալիս, բայց մենք գիտենք, որ այդ գործիքները այլևս ժանգոտած են եւ այդ գործիքները այլևս չեն կարող այստեղ իրավիճակ փոխել եւ հանրային կարծիք փոխել եւ հետեւաբար ես կարծում եմ, որ եւ համոզված եմ, որ հունիսի 7-ին իրենց սպասվելու է հերթական հիասթափությունը եւ համոզված եմ, որ այդ հիասթափությունից հետո այլևս այդ երրորդ երկիրը մի կողմ է նետելու այդ ժանգոտ գործիքներին եւ հասկանալու է, որ Հայաստանի հետ այլևս պետքա խոսել որպես գործընկեր, ոչ թե ֆորպոստ կամ գուբերնիա։ Եզրաս arczepiskopos օրերս հայտնի հայտարարությամբ հանդես եկավ հարցազրույցով եւ այնտեղ հայտարարություններ արեց, որ եկեղեցին չի զբաղվել եւ չի զբաղվում քաղաքականությամբ, որքան էլ որ որոշ ուժեր փորձում են ներքաշել եկեղեցուն քաղաքականության մեջ, եկեղեցուն նկատի ունի որոշ դերակատարների։ Ինչ ուժերի մասին է խոսում Եզրաս Ներսիսյանը, որ ուժերն են փորձում ներքաշել եկեղեցուն քաղաքականության մեջ։ Տեսեք, իրանք հայտարարություններ են անում, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Փաստենք, որ այդ այսպես կոչված սրբազան շարժում էին նախաձեռնել, դա քաղաքական շարժում էր, որը ղեկավարում էր հայ առաքելական եկեղեցու ուրեմն թեմերից մեկի առաջնորդը եւ որը հայտարարել է, որ այդ քաղաքական շարժումը օրհնվել է եւ պաշտպանվել է ուրեմն Կտրիշ Ներսիսյանի Գարեգին Բ-ի կողմից եւ հետեւաբար այն ինչ որ ինքը ասում է սուտ է, ինչպես բոլոր իրենց հայտարարությունները։
Պարոն Արաքելյան, նաև ասում է, որ այնուամենայնիվ եկեղեցին իրավունք ունի ձայն բարձրացնելու իր արդար ձայնը, որպեսզի ժողովուրդն էլ ձգտի ապրել Աստծո ճշմարտությամբ։ Հիմա եկեղեցին իրավունք չունի ձայն բարձրացնել։ Ես համաձայն եմ դրա հետ, որ այո, եկեղեցին որոշ հարցերում կարող է ձայն բարձրացնել, բայց եկեք տեսնենք, թե օրինակ այդ Կտրիչ Ներսիսյանը, Եզրասը եւ իրենց այդ թայֆան Հայաստանը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կառավարման տարիների այդ կեղեքման, թալանի, քաղաքացիների նվաստացման այդ 20-ամյակի ընթացքում ինչպիսի ձայն է բարձրացրել այդ նույն եկեղեցին կապված մեր քաղաքացիների հետ, զրո ոչ մի ձայն, այդ եկեղեցին, ոչ թե եկեղեցին, այդ խունտան հոգևոր եղել է այդ աշխարհիկ քաղաքական խունտայի շարունակությունը եւ իրենք փոխ լրացնելով միմյանց շարունակել են Հայաստանի ինքնիշխանության ուրեմն ոչնչացման գործընթացը եւ հայ ժողովրդի Հայաստանի քաղաքացիների նսեմացման գործընթացը եւ այդտեղ ոչ Կտրիչը, ոչ Եզրասը եւ ոչ էլ իրենց շրջապատը որևէ ձայն չեն բարձրացրել, ընդհակառակը մենք տեսնում ենք, որ այդ շատ բարձրաստիճան հոգեվորականներ չեն տարբերվում որոշ իրենց ապրելակերպով, հնարավորություններով, նյութական եւ այլն, չեն տարբերվում որոշ քրեա օլիգարխիկ տարրերից։ Այսինքն պատահական չէ, որ հիմա են սկսել այնուամենայնիվ ակտիվ հարցազրույցներով հանդես գալ։ Իհարկե պատահական չէ, իրենք այլևս իրենց հայտարարել են տարիներ առաջ որպես քաղաքական օպոզիցիա եւ իրանց հետ այո պետք է վարվել որպես քաղաքական օպոզիցիա, իրանք հոգեվոր որևէ բան չեն ներկայացնում, իրանք քաղաքական օպոզիցիա են եւ այստեղ հոգեվոր որևէ բան չկա։ Եվ ոչ ֆորմալ կարելի ասել քարոզարշավն է արդեն ինչ որ իմաստով սկսվել Ռոբերտ Քոչարյանը հանգստյան օրերին աշտարակում էր այնտեղ իր համակիրների հետ է հանդիպել մեծ մասը իդեպ արցախցիներ էին եւ այնտեղ հայտարարեց որ եթե նախ 2021 թվականին ինքի իշխանության գար Ղարաբաղը չէր դատարկվի ապա նաեւ ասաց որ որքան էլ բարդ է թվում բայց ղարաբաղցիների վերադարձը հնարավոր է պարզապես հիմա պետք է ակտուալ պահել ղարաբաղցիների վերադարձի իրավունքի հարցը պետք է այդ թեման տակ պահել եւ թեժ պահել Հիմա հասկանանք նաև ավելի վաղ մեկ այլ ուժի ներկայացուցիչներ խոստանում էին, որ գերիներին պիտի Բաքվից վերադարձնեն։ Պարոն Արաքելյան, հասկանանք այս հայտարարությունները որքանով են, այսպես ասեմ, իրատեսական։ Սրանք սին հույսեր են, որ պարզապես պետք է դիվիդենդներ ու ձայներ շահեն այս ուժերը, թե որոշակի իրատեսություն կա եւ նաև ովքեր են ուզում այս թեզերը տակ պահեն, ինչպես Քոչարյանն է ասում, օրինակ վերադարձի իրավունքի հարցը։ Տեսեք, այս թեզերը ուզում են տակ պահեն նրանք, հենց Քոչարյանները, Կարապետյանները, Ծառուկյանները եւ այլն, ովքեր ուզում են Հայաստանը ներքաշել հերթական պատերազմի մեջ, այդ տեսեք, երբ որ մենք խոսում ենք պատերազմից, այնց նման հայտարարությունները խոսույթն է ուրեմն տանուն պատերազմի, բայց ինչ վերաբերում է Քոչարյանի այն հայտարարությանը, որ եթե 21 թվականին իրենք ընտրվեին, ապա Ղարաբաղը չէր դատարկվի, ապա ձեզ պետք է ասեմ, որ 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանը ընտրվեց Չակերտների մեջ կամ դարձավ Հայաստանի Հանրապետության նախագահ եւ իր կառավարման 10 տարիների ընթացքում Հայաստանը դատարկվեց մոտավորապես 250,000 մարդով, այսինքն 250,000 մարդ իրենց կառավարման պատճառով լքեցին իրենց հայրենիքը, դարձան հայրենազուրկ մարդիկ։ Այդ 250,000 մարդը ըստ էության ավելի քան 2 անգամ շատ բնակչություն է, քան Ղարաբաղի, Արցախի բնակչությունը։ Այսինքն այստեղ էլ Քոչարյանը ստում էր եւ ինքը հնարավորություն ուներ ժամանակին այնպես անել, որ օրինակ Հայաստանը չդատարկվի, բայց իր եւ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Հայաստանը լքել է կամ Հայաստանը դատարկվել է շուրջ 600,000 մարդով։ Սա 4-5 անգամ ավել բնակչություն է, քան ապրում էր Լեռնային Ղարաբաղում, Արցախում։ Եվ ըստ էության սա թերևս ամենամեծ հայրենազրկումներից մեկն է հայ իրականության մեջ երի թուրքերից հետո։ Իսկ գերիների վերադարձի մասով խոստումները, դրանք էլ ինչքանով են ակտուալ։ Օրինակ Կարապետյաններն ասում են մենք այնպիսի կապեր ունենք, որ կգանք կվերադարձնենք։ Հիմա ինչու չեն գործադրում այդ կապերը։ Պարտադիր պիտի ընտրվեն նոր այդ կապերը գործի դնեն։ Տեսեք, Կարապետյանները եւ մյուսները հայտարարում են, որ իրենց ընտրվելու պարագայում իրենք գերիներին կվերադարձնեն, բայց պետք է հասկանալ, որ Կարապետյանները եւ մյուսները հենց իրենք են գերի կոնկրետ Ռուսաստանի եւ Բելարուսիայի ձեռքում եւ նախ իրանք պետք է այդ գերությունից ազատվեն, ազատագրվեն, իսկ ինչպես հասկանում ենք, իրենք չեն ցանկանում կամ չեն կարողանում այդ գերությունից ազատագրվեն, քանի որ իրենց կապիտալները, իրենց, չգիտեմ, զավակները, իրենց, չգիտեմ, բարեկամները, իրենց հնարավորությունները գտնվում են այդ երկրներում եւ այդ երկրների առաջնորդների ձեռքում եւ իրանք ընդհանրապես այսպես
տիկնիկ են այդ երկրների ղեկավարների ձեռքում ընդդեմ Հայաստանի Հանրապետության, իրանք իսկապես գերեվարված են եւ իրանք նախ եւ առաջ պետքա ազատագրվեն այդ գերությունից, հետո խոսեն այլ տեղերից գերիներին ազատելու մասին եւ ըստ էության սա թերևս ամենավտանգավոր բանն է Հայաստանի Հանրապետության համար, որ իրենք լինելով գերի երրորդ երկրներում օգտագործվում են երրորդ երկրների կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության, ընդդեմ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, այո, իրենք չեն ցանկանում ազատագրվել այդ գերությունից եւ փաստացի իրենք պատրաստ են հանուն այդ գերության տանել մի ամբողջ պետություն իդեմս Հայաստանի Հանրապետության եւ մի ամբողջ ժողովրդի իդեմս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ ես դիմում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որ եթե ընտրվեն Սամվել Կարապետյանները, Գագիկ Ծառուկյանները, Ռոբերտ Քոչարյանները, ապա Հայաստանի Հանրապետությունը իրենց նման գերի է դառնալու այդ երկրների ձեռքում, իսկ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը գերի եւ ստրուկ է դառնալու հենց իրենց ձեռքում։ Բայց իրենց փաթեթավորում են ուժեղ։ Երևի մեկ նախադասության մեջ մի 4-5 անգամ մենակ օգտագործում են ուժեղ բառը, պարոն Արաքելյան, ինչպես հասկանալ ուժն ու գերությունը։ Տեսեք, մեր հայ իրականության մեջ կա այսպիսի մի ասացվածք, ասում է հալվա ասելով բերանը չի քաղցրանում, ուժեղ ասելով ուժեղ չես դառնում։ Մենք տեսել ենք իրենց կառավարման ամբողջ ժամանակահատվածը, մենք տեսել ենք թե օրինակ նույն Ռուսաստանում իրենք ինչ հնարավորություններ ունեն եւ միայն այն 20 թվականներ, չէ, եթե չեմ սխալվում, այն ծիրաների պատմությունը որ տեղի ունեցավ, մենք տեսանք թե ինչ ուժ ուներ կամ ինչպիսի ուժեղ տղա էր Սամվել Կարապետյանը եւ ինչպիսի ուժեղ տղեկ էին ադրբեջանցիք, ովքեր արգելեցին հայաստանցիներին իրենց ծիրանը վաճառել իրենց ուրեմն այդ շուկաներում եւ Մոսկվայում եւ հետեւաբար իրենց ուժի մասին խոսում է կամ իրենց ուժի մասին խոսում է Լևոն Հայրապետյանի մահը, թե ինչպիսի ուժեղ տղեկ էին, որ թողեցին Լևոն Հայրապետյանը այդպես գնաց եւ մարդ, որը իսկապես ստրատեգիական ներդրումներ էր անում Լեռնային Ղարաբաղում եւ գիտեր թե որտեղ էր ներդրումներ անում, այլ ոչ թե օրինակ Ռոբերտ Քոչարյանի նման ով այսպես ասենք բամբազից կլորվիս սվիտարով եկել էր Հայաստան, հիմա մենք տեսնում ենք, որ այսպես աղջիկների դեմ նստած Ստեֆանո Ռիչի sense պիջակով եւ այլնով ինքը sense կրուտոյի տղու նման այսպես հարցազրույցներ է տալիս։ Իսկ այդ բամբազից սվիտարից միջև Ստեֆանո Ռիչի պիջակը ընկած է հայ ժողովրդի ալան թալանը, արյունը եւ տառապանքները։ Պարոն Արաքելյան, վերադառնալով Ղարաբաղի էջը փակել չփակելուն, նախ կհիշեք, որ ռուս լրագրող հասարակական գործիչ Վենեդիկտովը անցյալ տարեվերջին Հայաստանում էր եւ այդպես շրջեց մի քանի լրատվականներով հարցազրույց տվեց, որտեղ կարմիր թելի նման այդ թեզն էր տանում, որ Ղարաբաղի էջը փակ չէ։ Ղարաբաղի էջը դեռ ակտուալ է, Ղարաբաղը դեռ ակտուալ է, Ղարաբաղի հայերի հարցը դեռ կա։ Հասկանանք ինչու է այս կենտրոնը, դե պարզ է արդեն որ կենտրոնի սա ցանկությունն է եւ կամ որ կենտրոնն է ուզում տակ պահել այդ հարցը, բայց հասկանանք ինչու է հատկապես այդ կենտրոնին պետք, որ Ղարաբաղի հարցը այո չփակվի եւ կոնֆլիկտի տրամաբանությունը շարունակվի։ Տեսեք, Ռուսաստանը կայսրություն է եւ Ռուսաստանի տեսանկյունից, հա, այդ քաղաքականությունը արդարացված է ինչ առումով, որ Ռուսաստանը այս տարածաշրջանում, տեսեք, ցանկացած խոշոր գերտերություն, որևէ երկրի հետ հարաբերվելիս ինքը ինչ որ բան է առաջարկում, որը տնտեսական, սոցիալական, աշխարհաքաղաքական առումով գայթակղիչ է ցանկալի է տվյալ երկրին եւ այդ երկիրը գնում է համագործակցության այդ գերտերության հետ։ Հիմա Ռուսաստանը այն երկիրն է, որը առաջարկելու բան չունի որևէ երկրին։ Ինքը չի կարող տեխնոլոգիաներ առաջարկել, ինքը չի կարող ուրեմն տնտեսություն առաջարկել, ինքը չի կարող ուրեմն ժողովրդավարություն առաջարկել, ինքը չի կարող մարդու իրավունքներ առաջարկել, ինքը չի կարող ինստիտուցիոնալ բարեփոխումներ առաջարկել, այսպես շարունակ։ Եվ այո, Ռուսաստանը առաջարկում է, իսկ ավելի ճիշտ պարտադրում է կոնֆլիկտ, որպեսզի ինքը ներգրաված լինի տարածաշրջանում։ Դուք տեսեք, Ռուսաստանը այն տարածաշրջաներում է, որտեղ կոնֆլիկտներ կա, Հարավային Կովկաս, չգիտեմ, Մերձավոր Արևելք կամ օրինակ Սիրիա, Արևելյան Եվրոպա, Ուկրաինա եւ այսպես շարունակ։ Եվ հետեւաբար Ռուսաստանը տարածաշրջանում լինելու համար պետք է այստեղ կոնֆլիկտ ստեղծի, որպեսզի այդ ուժերի միջև խաղալով փորձի տարածաշրջանը պահել։
Հիմա նույն բանը ուզում են այդ Ռուսաստանի արբանյակները կամ գործիքները Հայաստանի Հանրապետությունում իրենք էլ են ուզում այդ կոնֆլիկտը թեժանա կամ այդ ինչպես Քոչարյանն ասում պետքա թեժ պահել կամ ակտուալ պահել Ղարաբաղի թեման իրենք էլ են ուզում, իրենք էլ են շահառու, իրենք էլ իրենց տեսանկյունից են շահառու։ Եթե Ռուսաստանը ուզում է, որ այստեղ իր գերիշխանությունը պահի, իրենք էլ ուզում են, որպեսզի այստեղ իրենց իշխանությունը պահի։ Եվ հենց այդ կոնֆլիկտն է իրենց Հայաստանում իշխանության գալու երաշխավորը։ Եվ այդ 20 տարիները ցույց են տվել, որ իրենք Հայաստանում իշխանությունը են պահել Ղարաբաղի թեման շահարկելով, կոնֆլիկտը շահարկելով, իրենց թիկունքում ունենալով Ռուսաստանի երկիր, որը շահագրգռված է այստեղ կոնֆլիկտային իրավիճակով, որպիսի իր գերիշխանությունը պահի եւ ահա այդ ռուսական գործիքները եւ Ռուսաստանը ունեն ընդհանուր շահեր յուրաքանչյուրը իր մասով։ Պարոն Արաքելյան, մի քանի տուրբուլենտ կետեր նշեցիք, որտեղ Ռուսաստանը ներկա է կոնֆլիկտի հաշվին, բայց մենք տեսանք, չէ, գոնե առնվազն դրանցից մի քանիսը ինչ հանգուցալուծում ունեցան եւ օրինակ Ռուսաստանի դաշնակիցների հետ վերջին շրջանում ինչ է կատարվում, ինչ է տեղի ունենում եւ Ռուսաստանը, այսպես ասած, ինչպես է պաշտպանում, ինչպես է երաշխավորում։ Հիմա սա կարևոր կետ չէ, որ կարող ենք այստեղից էլ որոշակի հետևություններ անել։ Սա շատ կարևոր կետ է եւ վերջին առնվազն 4-5 տարիների ընթացքում 4-5 տարիների չէ, արդեն մոտ 6 տարի, քանի որ այդ process-ը գոնե նորագույն պատմության ժամանակահատվածում սկսվեց հենց Ղարաբաղից, երբ 2020 թվականին ուրեմն Ռուսաստանը ըստ էության մենակ թողեց որպես դաշնակցի Հայաստանի եւ Արցախին, հետո այս արդեն շղթայական ռեակցիայով այդ ամենը տեղի ունեցավ այլ հատվածներում աշխարհի Սիրիա, հետո մենք տեսանք իրադարձությունները Ուկրաինայում, հետո Վենեսուելա, այսօր Իրան, ովքեր բոլորները Ռուսաստանի դաշնակիցներն են, եւ այն մարդիկ, ովքեր խոսում են ռուսական երաշխիքների մասին, ինձ թվում է կամ այդ մարդիկ մազոխիստ են, քանի որ մենք տեսանք, որ նրանք, ովքեր հավատում էին Ռուսաստանին, հիմա Բաքվի բանտերում են, կամ չգիտեմ, ինչ որ հոգեբանական խնդիրներ ունեն, իսկ իրականում ես կարծում եմ, որ այդ մարդիկ ստում են հայ ժողովրդին, այդ մարդկանց միակ նպատակը իշխանությունն է, ու Հայաստանը վերջնականորեն ֆորպոստ եւ գուբերնիա դարձնելն է, որը մենք իրաց թույլ չենք տա։ Եվ վերջին ամիսներին գիտեք ինչքան է շրջանառվել TRIP անունը ու հատկապես ընդդիմադիր շրջանակները, այսպես շատ ժրաջանորեն փորձում են TRIP-ը ամեն կերպ նսեմացնել, օրինակ ՀԱԿ-ում հետաքրքիր առաջարկ է ծնվել, չակերտավոր հետաքրքիր է իհարկե, ասում է TRIP-ը, որտեղ ամերիկյան շահն է կամ հայ-ամերիկյան շահն է, պիտի փոխարինել BRICS-ով, այդտեղ շատ ավելի շատ երկրներ կլինեն եւ շատ ավելի մեծ շրջանակի շահ կլինի ու այդ կերպ մենք կարողանանք անվտանգություն ապահովել։ Հիմա հասկանանք նախ ընդհանուր առմամբ տրամաբանական այստեղ կոգնիտիվ դիսոնանս չի առաջանում, ասում է ընդ որում կարող է գոյություն ունենալ եւ TRIP եւ BRICS-ի ֆորմատով նման մի բան ստեղծենք։ Տեսեք, BRICS-ը ինքը ըստ էության հեղեղուկ ըստ էության կառույց է եւ այսօր, եթե չեմ սխալվում, Իրանը հենց BRICS-ի անդամ է եւ փաստացի այդ BRICS-ի անդամները այդպես էլ չկարողացան Իրանի անվտանգությունը ապահովել կամ Իրանը ավելի անվտանգ չդարձավ կամ BRICS-ի անդամ է նաև Հնդկաստանը, մենք տեսանք Հնդկաստան-Պակիստան հարաբերությունները ինչպիսին էին, այսինքն այստեղ հերթական հեքիաթ հասացությունն է, այս անգամ իրենց մակարդակով եւ ըստ էության իրենք մեկը BRICS է ուզում, մեկը եվրասիականություն է ուզում, սրանք նույն բանն են, մեկը BRICS-ի փաթեթավորման, մեկը եվրասիականության փաթեթավորման, այս սրանք նույն բաներն են, սրանք նույն քաղաքական թիմերն են, սրանք նույն քաղաքական գործիքներն են, որոնք օգտագործվում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ ժողովրդավարության դեմ։ Լավ, բայց ՀԱԿ-ը ինչու այդպես կոչ արեց, առաջարկեց կոնսոլիդացվել Սամվել Կարապետյանի շուրջ այն դեպքում, երբ իրենք վարչապետի թեկնածու։ Ես կարծում եմ դուք ՀԱԿ-ի մասին շատ մեծ կարծիք ունեիք նախկինում, այնպես որ նորմալ է։ Ես համարում եմ, որ իրենք նույն թիմից են եւ Սամվել Կարապետյանը եւ ուրեմն Ռոբերտ Քոչարյանը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը եւ Սերժ Սարգսյանը սրանք նույն աշխարհաքաղաքական կենտրոնի շահերը սպասարկող գործիչներ են, որոնք այսօր փորձում են վերջին ճիգերը գործադրել Հայաստանը վերջնականապես տանել եւ ֆորպոզ դարձնել, տանել եւ նվիրել ռուս-բելարուսական միութենական
պետության անդամ դարձնել եւ նվիրել այդ կայսրությունը։ Եվ հասկանանք նաև պարոն Արաքելյան, թե ինչու է Եվրամիություն բառը կամ Եվրամիությունից որևէ աջակցություն, հատկապես հիբրիդային տրամաբանության մեջ, հիբրիդային պատերազմի դեմ պայքարի տրամաբանության մեջ եւ նաև ընտրությունների նախաշեմին գիտեք, որ այնտեղից խումբ է գալու, որոնք աշխատանքներ են տանելու։ Ինչու են դրանք մեծ ցնցումներ առաջացնում որոշ կենտրոններում, ընդդիմադիր շրջանակների մոտ։ Ընդդիմությունը կարծում է, որ դա իրենց դեմ է։ Տեսեք, այստեղ հետաքրքիր պարադոքս կա, էլի, ասենք, նույն Ռոբերտ Քոչարյանը կամ Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանի թոռները ծնվում են Միացյալ Նահանգներում արևմուտքում։ Սամվել Կարապետյանը եռաքաղաքացի է, որից մեկը էլի Եվրամիության անդամ պետության քաղաքացի է ու իր ուրեմն քաղաքացիության երկրներից մեկը այստեղ գալիս է լավ գործ անելու, էլի։ Եթե իրանք այդքան կասկածամիտ են այդ երկրների նկատմամբ, ինչու են իրանք զավակներին, թոռներին տանում, չգիտեմ, արևմուտքում, ամերիկաներում, եվրոպաներում, ուրեմն այնտեղի քաղաքացիներ դարձնում կամ ինչու են իրանք չեն հրաժարվում այդքան վատ Եվրամիության քաղաքացիությունից ու այսպես շարունակ։ Ակնհայտ է, որ այստեղ էլի մենք գործ ունենք երեսպաշտության հետ, մենք գործ ունենք կեղծիքի հետ, մենք գործ ունենք այն հանգամանքի հետ, նաև նախ եւ առաջ, քանի որ իրանք գիտեն, որ այդ Եվրամիության առաքելությունը գալու է այստեղ բացահայտումներ անի։ Այդ բացահայտումների ուրեմն գլխավոր հերոսները հենց իրանք են լինելու։ Այ դրա համար են իրանք անհանգստացած Եվրոպական միության այդ առաքելությամբ, ինչպես որ անհանգստացած էին դիտորդական առաքելության համար, քանի որ այդ դիտորդական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում ապահովելու էր մեր սահմանների անվտանգությունը շատ կարևոր գործիքակազմով եւ իրենք շահագրգռված չէին, որպեսզի Հայաստանի Հանրապետության սահմաններում հանգիստ լինի եւ կրակոց չլինի, քանի որ ինչպես արդեն խոսեցինք, իրենց համար հետաքրքիր է կոնֆլիկտը Հայաստանը կոնֆլիկտի մեջ ներգրավվածը, քանի որ դա է միայն երաշխավորում իրանց իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում։ Նույնը այս հիբրիդային պատերազմի այս արագ արձագանքման խմբի հետ կապվածը։ Իրենք շահագրգռված չեն Հայաստանի ներսի կայունությամբ, իրենք շահագրգռված են անկայունությամբ, որպեսզի այդ անկայունության միջոցով իրանք էլի կարողանան իշխանության գալ, բայց այստեղ էլի ասեմ, որ իրանց էլի հիասթափություն է սպասում եւ այո իրանք անհանգստացած են, քանի որ այդ խմբի բացահայտումները նախ եւ առաջ վերաբերելու է իրանք, քանի որ մենք մեր հասարակությունը էլի հասկանալու է, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի առաջին շահառուներից մեկը հենց իրենք են։ Լավ, բայց այստեղ էլի կասեք երևի թե մեծ կարծիք ունեմ դաշնակցության մասին, բայց դաշնակցությունն էլ է շատ անհանգիստ։ Եվրամիությունը ինչու է ուզում ճնշել դաշնակցությունը։ Եթե դաշնակցության ուրեմն հերոսը Ռոբերտ Քոչարյանն է, բնականաբար, ասենք, դաշնակցությունն էլ պետք է ուրեմն սարսափած լինի Եվրոպական միությունից, պարզ չի, հենց դաշնակցություններ չեն, նաև վարկաբեկում դիտորդական առաքելությունը, մեկ ասում էր դա, չգիտեմ, Իրանի դեմ հետախուզական, չգիտեմ ինչա, մեկ այլ բաներ էին կպցնում, բայց իրականության մեջ այս բոլորը շահագրգռված չեն, որպեսզի Հայաստանում լինի կայունություն, Հայաստանի սահմաններում լինի կայունություն, որպեսզի լինի խաղաղություն, որպեսզի սահմանները բացվեն, Հայաստանը կախվածություն չունենա մեկ կենտրոնից եւ սա բերելու է վերջնականապես իրենց քաղաքական ապագայի ուրեմն ոչնչացմանը, քանի որ միայն հենց այդ մեկ կենտրոնի կախվածության միջոցով էր, որ իրենք այստեղ կարողանում էին իշխանության գալ։ Հիմա այդ կախվածությունը, այդ թելը կտրվելու է եւ կտրվելու է իրանց հույսը նաեւ ապագայում քաղաքական ուրեմն ապագա ունենալ Հայաստանի Հանրապետություն։ Եվ վերջում կրկին գանք ընտրություններին, պարոն Արաքելյան, քիչ են նման տեսակետներ, կարծիքներ, որ այս ընտրությունները ինչ որ իմաստով նաև աշխարհաքաղաքական բնույթ են ունենալու, նախ դուք արդյոք կիսում եք այդ տեսակետը, թե չէ, եւ քանի որ քիչ են նաև մանիպուլատիվ շահարկումներ, որոնք չեմ ուզում բերել նորից հանրային խոսույթ, բայց դուք գիտեք, կամ, եթե չընտրեք սա, ապա կլինի սա, կգա Թուրքիան եւ այսպես շարունակ։ Այդ մանիպուլատիվ շահարկումներից, այսպես ասած, որպեսզի հասարակությունն էլ հասկանա, թե ինչ է կատարվում, որտեղ է իրականությունը, որտեղ է սուտը, ինչ աշխարհաքաղաքական կենտրոնների մասին է խոսքը եւ ինչ աշխարհաքաղաքական ընտրության մասին է խոսքը, ինչի միջև է ընտրելու Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Հայաստանի Հանրապետությունը աշխարհաքաղաքական կենտրոնների միջև չի կամ Հայաստանի քաղաքացին ընտրություն կատարելու։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրություն է կատարելու խաղաղության եւ պատերազմի միջև։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրելու է ինքնիշխանության եւ ինչպես իրենք են նշում չպետության միջև։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ընտրություն են կատարելու ժողովրդավարության եւ խորը ավտորիտարիզմի միջև եւ էսա մեր ընտրությունը բնականաբար ինքնիշխան ժողովրդավար Հայաստանը
այս տարածաշրջանում այլ աշխարհաքաղաքական կշիռ ունենալու, իսկ այդ forpost ուրեմն ոչ ինքնիշխան եւ կախյալ Հայաստանը այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական կշիռ չի ունենալու եւ այդ առումով այո աշխարհաքաղաքական ընտրություն է էսի մենք որոշելու ենք մեր երկիրը լինելու է տարածաշրջանում կարևոր պետություն թե մենք որոշելու ենք մեր երկիրը լինելու է forpost կախված երրորդ երկրից որը ինքն է այս տարածաշրջանում մեր փոխարեն հարցեր լուծելու Այսինքն հունիսի 7-ն է լինելու այդ անդառնալիության կետը այո հունիսի 7-ը լինելու է ըստ էության առանց չափազանցնելու ճակատագրական մեր պետության քաղաքացիների հասարակության համար նրա հեռանկարի համար մենք որոշելու ենք մենք պատերազմելու ենք թե չէ մենք որոշելու ենք մենք ուրեմն ժողովրդավարական երկիր լինելու ենք թե չէ մենք որոշելու ենք մենք ինքնիշխան պետություն լինելու ենք թե չէ այլապես մենք պատերազմելու ենք մենք կորցնելու ենք տարածքների մի մասը եւ մենք լինելու ենք այդ մեր կողմից նշած պետության forpost-ը կամ գավառը այս տարածաշրջանում պետություն կամ պետականակերպ մի մարմին, որը այս տարածաշրջանում ոչ մի բան չի կարող լուծել, իր փոխարեն լուծելու են ուրիշ երկրները եւ մեր զավակները գնալու են այդ ուրիշ երկրների համար զոհվեն, մեռնեն, չգիտեմ, արուն թափեն եւ դրա փոխարեն, ինչպես պատմականորեն մենք գիտենք, մի երկաթից այսպես շքանշան կկախեն եւ այդ մարդիկ շատ հպարտ կապրեն ճակերտների մեջ, հպարտ կորցնելով իրենց զավակներին հանուն ոչնչի Շնորհակալ եմ պարոն Արաքելյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի քաղաքագետ Էդգար Արաքելյանի հետ, կհանդիպենք։